Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առաջի անգամ ներկայացել է, որպեսզի մեղադրանք ներկայացվի ինձ, որպես մեղադրել ներգրավել այդ գործի մեջ, դրանից հետո հարցաքննության եմ եղել եւ դրանից հետո էլ առերեսման եմ եղել։ Ինչ փուլում, ում հետ եք եղել առերեսման, ինչ նոր բացահայտումներ կան կամ ընթացքի մասին ինչքան է որ Եղել եմ Սլավիկ Պողոսյանի տղայի հետ, բայց չեմ կարող մանրամասներ խոսել այդ մասին, որովհետեւ դա նախաքննության գաղտնիք է։ Որ գործով է։ Մանր եղջերավորների գործով։ Սլավիկ Պողոսյանը նույնպես այդ մանր եղջերավորների գործով է գնում եւ նրա որդու հետ առերեսում էր։ Նախաքննության փուլում է հիմա, նախաքննություն է գնում, տեսնենք էլի ոնց զարգանա։ Մենք խնդրել ենք իմ պաշտպանից հետ միասին խնդրել ենք, որ արդեն իմ նոր կարգավիճակով պայմանավորված առաջից վկա եմ եղել եւ տեղի ունեցել առերեսում Սլավիկ Պողոսյանի հետ եւ Աշոտիկ Կամավոսյանի հետ նոյեմբերին, 24 թվականի նոյեմբերին։ Հիմա խնդրել ենք նախաքննական մարմնին, որպեսզի իմ նոր կարգավիճակով պայմանավորված արդեն որպես ոչ թե վկա, այլ որպես մեղադրել նույնպես հնարավորություն լինի առերեսման։ Պարոն Ղազարյան, այս ընթացքում ձեր գործունեությունը եւ քվեարկությունները ազգային ժողովում շատ էապես չեն տարբերվում ՔՊ-ից։ Սա ինչով եք պայմանավորված։ Դա պայմանավորված է նրանով, որ ես Երևանից եմ գալիս, ոչ թե ապագայից եմ եկել, այլ Երևանից եմ գալիս եւ իմ տեսակետների մեջ, իմ մոտեցումների մեջ ոչ չի կարա ինչ-որ պահից սկսած արդեն տրամագծորեն հակառակ արժեհամակարգ ձևավորի եւ այլն։ Դա պայմանավորված է այդ հանգամանքներով։ Որոշ դեպքերում համակրելու, որոշ դեպքերում չի համակրելու։ Եղել է որևէ դեպք, երբ բացի իհարկե ձեր անձեռնմխելիությունը զրկելու հարցը, որ հակառակ եք քվեարկել այս ընթացքում կամ քննարկումների հետ այնքան էլ համաձայն չեք։ Իհարկե, հենց նույն Եվրոքվեի հետ կապված երկրորդ ընթացման ժամանակ ես դեմ եմ քվեարկել, առաջին ընթացման ժամանակ չեմ քվեարկել, ուղղակի ստեղ չէի առողջական խնդիրներից ելնելով, բայց եւ որ երկրորդ ընթացքում դեմ եմ քվեարկել, կարևորագույն հարց է։ Իսկ ինչ վերաբերում է օրենքներին, որոնք վերաբերում են պաշտպանության տնտեսական հարցերին, Օրինակ հայտարարագրման համակարգի չեղարկման հետ կապված ընդդիմությունն առաջարկություն ուներ։ Ես դեմ եմ դրան, որովհետև ես գտնում եմ, որ հայտարարագրման համակարգը շատ կարևորագույն ինստիտուտ է, որը պետք է կամաց մեր կյանքի մասը դառնա, դա շատ կարևոր է։ Հետևաբար դա չի, որ ես իբրև թե դեմ եմ ընդդիմության նախագծին, այլ դա իմ մոտ համոզմունք է հայտարարագրման ինստիտուտի հետ կապված։ Պարոն Ղազարյան, ընդդիմությունը մտավախություններ եւ մտահոգություններ ունի այս համակարգի հետ կապված, ասում են, որ սա հերթական անգամ միջոց է դառնալու քաղաքացիներին կրկին հարկելու 300,000 դրամների այդ շեմի մասին, հենց այնպես չի, այսօր Արթուր Խաչատրյանն էր խոսում, հենց այնպես չի, որ ներդրված է եւ այլն։ Այս մտահոգությունները չեք կիսում։ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող ցանկացած դրամը պետք է անցնի հարկային համակարգով։ Որովհետև եթե չի անցնում հարկային համակարգով, ապա մեկ դրամը դա մեկ դրամ չի։ Իր ուժով, իր արժեքով այլ մոտ մի 50-60 լումա է։ Եվ հետևաբար դա պետք է լինի միշտ։ Իհարկե Այստեղ կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ շերտեր, արտագնա աշխատանք, դրա նկատմամբ մի վերաբերմունք, նվիրատվություններ ասենք դասից եկած տարեստանողներին մի վերաբերմունք, բայց որ պետք է պետությունը ցանկացած դրամի ծագման մասին ինֆորմացիա ունենա, ես միանշանակ դրա կողմնակիցն եմ։ Շատ լավ, այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է բարեկեցության մասին եւ արդեն մի քանի անգամ կառավարության նիստերում խոսել էր իր կառավարության այդ թվում անդամների պրոֆեսիոնալիզմի պակասի մասին, հիշում եք, ասում էր 7 տարի նույն դասարանում ենք մնացել եւ այլն։ Սա ինչի մասին է, պարոն Ղազարյան, ինչու է Նիկոլ Փաշինյանը դժգոհ։ Սա արդեն պետք է ասեմ, որ վարչապետի կողմից նման արտահայտություններ արդեն հոգնեցուցիչ են, արդեն շրջապտույտի մեջ ենք նորից հայտնվում, գեղեցիկ ներկայացնել, էմոցիոնալ ներկայացնել, ասենք անկեղծությամբ ներկայացնելը դա չի նշանակում, որ դա ինչ-որ ձեռքեր է բուժում եւ այլ եւ այլ։
Ես գտնում եմ, որ ուղղակի տարբեր հնարավորություններ օգտագործում եմ ընտրություններից առաջ նոր իրավիճակ ստեղծելու, նոր նարատիվով հանդես գալու համար։ Կարծում եք նոր SMS-ներ կլինեն կառավարության անդամներին եւ եթե ոչ, ապա ինչու է այսպես հրապարակային սեփական թիմին եւ սեփական նշանակած կադրերին խարազանում։ Հույսով եմ իմ հանդուգն կեցվածքը պետք է վերջ դնի SMS-ային տարբերակով կադրային հարցեր լուծելու պարոն Փաշինյանի մոտեցմանը։ Բայց կադրային փոփոխություններ կլինեն թե չեն լինի, կդժվարանամ ասել, ես չունեմ այդ ձևի տեղեկատվություն։ Այսօր բարեկեցության մասին էր խոսում, ասում եք կապ չունի, քանի անգամ եք օրվա մեջ մսով ճաշ ուտում, միևնույն է բարեկեցիկ չեք, եթե բարեկեցիկ միջավայրում չեք ապրում։ Հիմա ուզում հարցնել վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի բնակիչների բարեկեցության մակարդակը ձեր գնահատմամբ բարձրացել է։ Բարձրացել է, բայց ոչ այնքան, որքան որ ասենք տնտեսական աճն է, ոչ այնքան, որքան որ կուզենայինք ունենալ։ Իհարկե բարձրացել է, փոխվել է, բայց բարեկեցություն ասացվածը դա բանը բառեր չեն։ Օրինակի համար հիմա մենք 1913 թվականի համեմատությամբ միշտ այդ թվերից են համեմատում։ Շատ մենք բան ենք, էլի այսպես կոչված բարեկեցություն ունենք iPhone-ներ, Samsung-ներ, հեռուստատուր, այն ժամանակ ոչ մեկը չի ունեցել։ 1913 թվականին պատկերացնում եք ոչ մի հոգի չի ունեցել բան հեռախոս Samsung կամ iPhone չի ունեցել։ Պատկերացնում եք ինչքան է 1913 թվականին նկատմամբ մեր բարեկեցությունը ինչքան անգամներ, միլիոն անգամներով, չգիտեմ անգամներով բարելավել է։ Դա բան չի։ Այդ մոտեցումները դրանք բավարար չեն։ Մսով ճաշ ուտելն է կարևոր, փողոցների մաքրությունն է կարևոր, դրանք իրար հետ հակադրելը, ես չեմ գտնում, որ այդքան էլ ճիշտ է։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանը այս փուլում այս մասին այսքան խոսում։ Իսկապես ուզում է ցույց տալ սեփական կառավարության, այսինքն սեփական գործունեության աճը, ինչի համար է այս փուլում այս մասին բարձրաձայնել է խոսում։ Դե ես ասում եմ, որ նախընտրական փուլ եք մտնում դրա համար երևի։ Դուք ասում եք, որ հրաժարական կարող է տալ, դեռ շարունակում եք այդ կարծիքին լինել։ Սպասենք մինչև վաղը։ Այսինքն կարող է մինչև վաղը հրաժարական տալ։ Դուք սպասենք մինչև վաղը։ Պարոն Ղազարյան, նաև մի շատ կարևոր հարց կա խաղաղության պայմանագրի հետ կապված Ադրբեջանին առաջարկում է Մինսկի խմբի լուծարման հարցը միաժամանակ քննարկել։ Ընդդիմությունը նաև արցախցիները պնդում են, որ Մինսկի խմբի ձևավորումը Նիկոլ Փաշինյանի շնորհը չէ եւ նա չէ, որ ձևավորել է։ Դուք ինչ եք մտածում, որքանով այս կառավարությունը լիազորություն կարող է ունենալ, լիազորված է կամ իրավասու է այդ տարբերակով ավարտել, ինչպես ինքն է պնդում Արցախի հիմնահարցը։ Պետք է անկեղծ լինեմ, որ ամենայն խորությամբ չեմ տիրապետում այս հարցին, բայց որքանով որ տիրապետում, ես գիտեմ, որ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի խնդրի հետ կապված, Արցախի խնդրի շուրջ, եւ այդ հիմա եթե այդ խումբը գտնում է, որ այդ խնդիրը լուծված է այլևս, ինքը կարող է որոշի երևի թե կամ լուծավի կամ չլուծավի մի քիչ։ Ձեր կարծիքով Արցախի հարցը լուծված է։ Արցախցիներն այս պահին պահանջներ ունեն, բացի սոցիալական խնդիրներից նաև այլ պահանջներ ունեն իրենց իրավունքների։ Ես չեմ կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է այնպես որ մենք պատկերացնում էինք կամ մի քիչ ավելի մեր համեստ պատկերացումներով նույնիսկ չեմ պատկերացնում, որ լուծված է, բայց ես անձամբ որպես քաղաքացի, որպես պատգամավոր ինքս դրա վրա ես ջանք չեմ թափելու։ Ինչու՞ չեք թափելու, պարոն Ղազարյան, դուք այն մարդկանցից մեկն եք, որ մասնակցել է պատերազմին։ Այո, բայց միշտ պիտի պատրաստ լինես նաև կարողանալ հաշտվել իրողությունների հետ, որովհետև ես միգուցե սխալվում եմ, դա իմ անձնական կարծիքն է, ես հեռանկար չեմ տեսնում։ Աշխարհը ամբողջ աշխարհ, մենք սխալվեցինք 94 թվականից սխալ փույլ տվեցինք, եւ այդ սխալի հետևանքներն էր, որ 94 թվականից Հայաստանը դարձավ կոնֆլիկտի կողմ եւ դարձավ երկու երկրների մեջ տարածքային վեճ։ Մինչև 94 թվական ամեն ինչ նորմալ էր։ Այդտեղ մեր սխալը եղավ եւ այդ սխալը մենք չկարողացանք ժամանակի ընթացքում շտկել եւ ամբողջ աշխարհի առաջ մնացինք մենակ։ Միգուցե շատ ուժեղանայինք տնտեսապես,
ռազմական իմաստով եւ այլ եւ կարողանայինք պահենք եւ փոխեինք իրերի դրվածքը եւ գայինք հասկացնեինք Հիմա պետք է աշխատել, բան Աղազարյան այդ ուղղությամբ։ Հասկացնեինք, որ տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը դրանք երկու հակադիր բաներ չեն, ինստիտուտներ չեն, դրանք գոյություն Ուղղությամբ էլ աշխատում էին։ Դե չեն արել։ Հայկական դիվանագիտությունը 30 տարի աշխատում է։ Բա որ ազգերի ինքնորոշման հարցեր, ինչի ենք մենք դարել կոնֆլիկտի կողմ այդ դեպքում։ Մենք չենք դարձել կոնֆլիկտի, մենք հիմա ենք Բան Աղազարյան, մենք հիմա ենք դարձել կոնֆլիկտի կողմ, չեք 94 թվականին չի ենք բանանել։ Մենք հիմա կոնֆլիկտի կողմ ենք դարձել, որտեղ մեր եղբայրների քույրերին պիտի կոտորեին, մենք ստիպած գնացինք պաշտպանենք մեր եղբայրների քույրերին, բա ինչ անենք, ոչ չենք թողնելու անտեր մնային։ Բայց 94 թվականին Հայաստանը դարձավ կոնֆլիկտի կողմ։ Եվ այո, երբ որ ստորագրեց հրադադարը։ Բան Աղազարյան, մեզ հիմա Ադրբեջանը ներկայացնում է օկուպանտ երկիր։ Այն դեպքում, երբ ինքն է օկուպացրել հայկական տարածքներ, մենք սրան ինչ ունենք հակադարձել։ Մենք սրան հակադարձելու գործիքակազմը իմ կարծիքով իմ հասկանալով դա այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը երբ որ կնքվի կամ չկնքվի, սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացում պետք է մենք այդ խնդիրը լուծենք։ Այսօր մենք հնարավորություն ունենք ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու, բայց մենք պետք է այս սահմանազատումը, սահմանների ճշգրտումը հասցնենք տրամաբանական ավարտին, որ նորից կարողանանք աշխարհին բան ասենք եւ տել լինենք մեր հողերին բնականաբար։ Շատ լավ, արցախցիների հարցը փակել այս կառավարությունը լիազորված է իրավունք ունի թե ոչ։ Վստահ չեմ, որ իրավունք ունի։ Որտեղ արցախցիների հարցը դա արցախցիների հարցը առաջին հերթին։ Բայց կառավարությունը կարող ինքը ասի ես բան չեմ կարող։ Որովհետև արցախցիների հարցը ցեղասպանության հարցը ընդհանրապես դա որևէ պետության հարց չի, դա ողջ մարդկության հարցն է։ Եվ հետևաբար այստեղ արդեն ուրիշ խնդիրներ առաջանում են։